Կյանքի ամենամեծ պայքարը հաճախ տեղի է ունենում մեր ներսում, բանականության, սրտի և հոգու միջև։ Բանականությունը մեզ ասում է. հաշվիր, կշռադատիր, ընտրիր անվտանգ ճանապարհը։ Սիրտը շշնջում է. սիրիր, զգա, վազիր դեպի այն, ինչը քեզ կենդանի է դարձնում։ Հոգին էլ ավելի խորն է խոսում. գտիր իմաստը, հասկացիր, թե ով ես դու իրականում։ Բանականությունը հզոր զենք է, այն կառուցում է կայսրություններ, բուժում հիվանդություններ, պլանավորում ապագան։ Առանց բանականության մենք կլինենք կորած անտառում, առանց քարտեզի, բայց երբ բանականությունը դառնում է միակ տիրակալը, կյանքը վերածվում է սառը հաշվարկի։ Մենք սկսում ենք վախենալ սխալվելուց, խուսափել ռիսկից, մերժել այն ամենը, ինչը չի տեղավորվում տրամաբանության շրջանակում։ Արդյունքում ապրում ենք ճիշտ, բայց դատարկ կյանքով։ Սիրտը հակառակն է, այն չի հաշվում, չի վախենում, հետ չի նայում։ Սիրտը սիրահարվում է առանց թույլտվության, ներում է առանց պայմանի, երազում է առանց սահմանի։ Սիրտն է, որ մեզ ստիպում է թրջել, երբ բանականությունը ասում է՝ մի թրջիր, կընկնես, բայց սիրտը կարող է կույր լինել, այն կարող է տանել դեպի ցավ, դավաճանություն, կործանում։ Շատ անգամներ մենք զղջում ենք, որ լսել ենք միայն սրտին, իսկ հոգին այն խորքն է, որտեղ բանականությունն ու սիրտը հանդիպում են։ Հոգին չի վիճում, այլ հաշտեցնում է, այն հասկանում է, որ ճշմարիտ որոշումները ծնվում են ոչ թե միայն գլխով կամ միայն սրտով, այլ երկուսով միասին։ Հոգին գիտի, որ սերը առանց բանականության կարող է կործանարար լինել, իսկ բանականությունը առանց սիրո՝ դատարկ։ Հոգին մեզ հիշեցնում է, որ կյանքի իմաստը ոչ թե հաղթելն է այս պայքարում, այլ սովորել ապրել նրանց հետ ներդաշնակ։ Ի վերջո, մենք բոլորս ձգտում ենք այն կետին, որտեղ բանականությունը դադարում է վախենալ սրտից, սիրտը սովորում է լսել բանականությանը, իսկ հոգին ժպտում է, տեսնելով, որ մենք վերջապես հասկացել ենք. իրական ուժը ոչ թե հաղթելն է մյուսներին, այլ միավորել ներսում գտնվող երեք ձայները մեկ ներդաշնակության մեջ։